Դիանա Գրիգորյանի վերջին զանգ սերիալում ահա եւ կայացավ ամենասպասված իրադարձությունը՝ Անգելինայի եւ Հենրիի հարսանիքը։ Այս պահը երկար էր հասունանում բազմաթիվ փորձություններով, լռությամբ, պայքարով, բայց վերջապես եկավ։ Զույգը երջանիկ է։ Անգելինան անսահման անկեղծ ու մաքուր սիրով լցված, Հենրին թեև սիրահարված, բայց հոգու խորքում դեռ ծանրացած իր լռության ծանրությամբ։ Ճշմարտությունը, որ նա պահում է, սեր է խլել իր մորից, ցավ է պատճառել իր ապագա կնոջը, իսկ հիմա սպառնում է պայթել հենց իրենց միության մեկնարկին։ Նրանց երջանկությունն ամբողջությամբ չեն կիսում մեծահասակները։ Հենդոն, ով սկզբում ամենաշատն էր դեմ այս հարաբերությանը, ի վերջո, երբ տեսնում է իր թոռնիկին այդքան երջանիկ, լռում է։ Բայց չես ասի նույնը Ավագի ու Վիկտորիայի մասին, նրանք այդպես էլ չկարողացան ազատվել իրենց վախերից։ Այնպիսի տեսք ունեն հարսանիքին, ասես հոգեհանգստի են եկել, ոչ թե իրենց դստեր հարսանիքին։ Եվ հենց այս վերաբերմունքն է, որ եւս մեկ անգամ շեշտում է. այս միությունը կառուցված է լռության, ոչ թե վստահության վրա։ Եվ ահա, երբ թվում է ամեն ինչ ընթանում է խաղաղ եւ հարթ, հարսանիքում տեղի է ունենում անսպասելի զարգացում։ Ծաղկ է փունջ ուղարկված հարսին։ Սկզբում թվում է սովորական շնորհավորանք է, բայց երբ Անգելինան ասում է, որ այն պետից է, Հենրիի սրտի բաբախը արագանում է։ Նա արդեն ենթադրում է, սա կարող է լինել այն պահը, երբ ամեն ինչ կբացահայտվի։ Երբ Անգելինան կարդում է գրառումը «Հենրին գիտի քո կյանքի գաղտնիքը», Հենրին ահա որ լարվում է ու վախենում։ Այստեղից էլ սկսվում է ոչ թե պարզապես նոր ամուսնական կյանք, այլ պայթյունավտանգ մի շրջան, որտեղ ամեն պահի ճշմարտությունը կարող է ջրի երես դուրս գալ։ Եվ այդ ճշմարտությունը, եթե բացահայտվի ոչ Հենրիի, այլ մեկ ուրիշի միջոցով, կարող է ամբողջությամբ կործանել նորապսակների երջանկությունը։ Իսկ հիմա ամենակարևորը՝ Լեռնիկ Հարությունյանի վերադարձը։ Այո, բոլորիս սիրելի տաղանդավոր դերասանը, ում երկար ժամանակ չէինք տեսել Դիանա Գրիգորյանի նախագծերում, կրկին խաղում է վերջին զանգում։ Նրա հայտնվելը հարսանիքի կադրերից դուրս հրապարակված տեսանյութերում իսկական ինտրիգ էր առաջացրել մեր տեսանյութերում։ Այսպիսով, գեղեցիկ, բայց վտանգի շեմին կանգնած հարսանիք, գրություն ծաղկեփնջի մեջ եւ մի ճշմարտություն, որը դեռևս ապրում է լռության մեջ։ Իսկ մենք, որպես դիտողներ, միայն կարող ենք շունչը պահած սպասել, ով եւ երբ առաջինը կխոսի։ Հարգելի հետևորդներ, արդյոք Հենրին գոնե հիմա կանկեղծանա Անգելինայի հետ պետի նամակից հետո։ Գրեք մեկնաբանություն։